Պարոն Արուշանյան, արդյոք հրաժարականի թիմում ներկայացնելու եք թե ոչ։ Կան ցանկացողներ, որ ես հրաժարականի թիմում տամ, բայց հուսախապ են լինելու։ Շիրակի օդանավակայանի հարցը հիմա շատ է քննարկվում։ Հայաստանի զբոսաշրջանային խնդիրներից մեկը նշում են, որ հասանելիության խնդիրն է, այս թվում Շիրակի մարզինը եւս։ Օդանավակայան ունենալ ու զբոսաշրջությանը ուղղվածության ավելի զարգ չտալ անթույլատրել է եւ ամեն ինչ պիտի արվի, որովհետեւ օդանավակայանը աշխատի իր ամբողջ ներուժով։ Իսկ ինչ կասեք չոր նավահանգստի մասին, սա որքանով է իրատեսական։ Միանշանակ սառույցին չի կրվելու։ Նախագիծը կյանքի կոչելու համար շատ տարբեր կոմպոնենտներ կան, որի ուղղությամբ էկոնոմիկայի նախարարությունը աշխատանքներ է տանում։ Դրանցից մեկն էլ խաղաղության պայմանագիրն է, այսինքն։ Բնականաբար դրանցից մեկը խաղաղության պայմանագիրն է։ Մի կողմից ասում ենք, որ կրթվելը նորաձև է, բայց այնուամենայնիվ մեր սերունդները կրթվում են ոչ այնքան նորաբոչ եւ բարեվոք կառույցներում։ Շատ ճիշտ է, շատ դպրոցներ կան, որոնք իրականում անթույլատրել են նման դպրոցներում երեխեքի դասավանդումը կազմակերպել։ Ինչ ունենք Գյումրիում, ինչ են սպասվում եւ արդյոք կառավարությունը երես է թեքելու մշակութային երկրորդ քաղաքահանդիսացող Գյումրիից։ Կառավարությունը երես չի թեքելու Գյումրիից։ Գյումրին քաղաքապետարանը չի, Գյումրին է իր գյումրեցիներով։ Ասում եք, որ ծեր ուժը կոնկրետ ավականու ընտրություններում Գյումրիում պարտված չի համարվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր Գյումրու ավականում ամենամեծ խմբակցությունն է, 14 մանդատ ունեցող։ Չնայած ունեք 14 մանդատ, բայց այնուամենայնիվ քաղաքը կառավարելը ձեզ վստահված չէ։ Եկեք հասկանանք, թե քաղաքը ով է կառավարում։ Քաղաքը կառավարում է ավականին։